Ահա մի սերմնացան ելավ սերմանելու, եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկավ եւ այն կերավ։ Եվ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, ու շատ հող չկար, եւ իսկույն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ։ Երբ արևը ծագեց, խանձվեց, եւ քանի որ արմատներ չկային, չորացավ։ Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին։ Եվ մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա եւ պտուղ տվեց։ Կար որ մեկին 100, եւ կար որ մեկին 60, եւ կար որ մեկին 30։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։ Եվ արդ լսեցեք դուք սերմնացանի առակը։ Ամեն մեկից ով լսում է արքայության խոսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ հափշտակում նրա սրտում սերմանվածը։ Դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանվեց։ Եվ որ ապառաժի վրա սերմանվեց, այն է, որ երբ լսվում է խոսքը, իսկույն ուրախությամբ էլ ընդունում է այն։ Բայց քանի որ ինքն իր մեջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հավատում, երբ խոսքի համար նեղություն եւ հալածանքներ լինեն, իսկույն սայթաքում ընկնում է։ Իսկ որ փշերի մեջ սերմանվեց, այն է, որ լսվում է խոսքը, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստության պատրանքները խեղդում են խոսքը, եւ սա լինում է անպտուղ։ Իսկ որ լավ հողի մեջ սերմանվեց, այն է, որ երբ լսում է խոսքը եւ հասկանում, պտուղ է տալիս։ Կա որ մեկի դիմաց 100, կա որ մեկի դիմաց 60, եւ կա որ մեկի դիմաց 30։ Մատթեոս 13